Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քիչ առաջ արտաքին հետախուզության զեկույց հրապարակվեց եւ այնտեղ խոսքային մասին ֆիքսված է, որ ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Նաեւ հետախուզությունը հաշվարկել է, թե ինչքան շատ են օգոստոսի 8-ից խոսել այդ թեմայի մասին Ադրբեջանում։ Մինչդեռ դուք օգոստոսի 8-ից հետո պնդում եք, որ խաղաղություն է եկել, Ադրբեջանի հետ խաղաղություն են կառուցում, եթե խաղաղություն է, այս խոսույթներն ինչի համար են։ Դա եթե ռիսկ է նաև գնահատում հետախուզությունը մեր։ Շնորհակալ եմ։ Իսկապես այդ թեմայի շուրջ խոսել ենք շատ, վերադարձի թեմայի հետ կապված ընդհանրապես եւ մանրամասնավորապես Ադրբեջանի կողմից արևմտյան Ադրբեջանի խոսույթի վերաբերյալ եւ հրապարակային, նաեւ միջազգային հարթակներում հրապարակային, նաեւ կառավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվել է, որ դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար, հատկապես նոր իրողություններում, եւ անընդհատ այս մեսեջը տալիս ենք Ադրբեջանին, որ սա չի նպաստում այն process-ներին, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Պիտի խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է, բայց այնուհանդերձ մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը, խաղաղության խոսույթը։ Մեղմել է, ինչու է շատ շրջանառում, հաստատեն շատ է շրջանառում Ադրբեջանում, են որ պաշտոնական մակարդակով։ Տեսեք, զեկույցը ամբողջ տարվա վերաբերյալ է, չեմ ծանոթացել զեկույցին դեռ, բայց ամբողջ տարվա վերաբերյալ է եւ նախորդ տարվա տարբեր դրվագներում այդ խոսույթը ակտիվացել է։ Եվ արտաքին հետախուզության ծառայությունը դա որոշակի սպառնալիք է արձանագրել որպես, բայց գիտեք խաղաղությունը նաև գործընթաց է, մեկ օրյա իրադարձություն չէ, մենք շատ ենք խոսում օգոստոսի 8-ի մասին եւ օգոստոսի 8-ի բերած օգուտների մասին, բայց դա process է, որը այսպես շենքի պես պիտի կառուցվի քար առ քար, այդ թվում նաև համապատասխանեցնելով մեր խոսույթը այն իրողություններին եւ այն գործընթացներին, որոնք տեղի ունենում մեր տարածաշրջանում։ Կարող ենք պարոն Խանդանյան ասել, որ ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցությունները Հայաստանի իշխանությունը այս փուլում չի քննարկում։ Չէ, այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունները չի քննարկի, որովհետեւ դա ընդհանրապես, հատկապես այն շեշտադրումներով, այնպիսի շեշտադրումներով, ինչպես խոսել է տևական ժամանակ Ադրբեջանը, դա ընդհանրապես չի նպաստում խաղաղության մթնոլորտին, ուստի սա մի թեմա է, որը չարժի արծարծել, մենք ավելի լայն օրակարգեր ունենք երկկողմ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից եւ պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա։ Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմը, Ադրբեջանի նախագահը շատ է քննարկում այդ թեման։ Յուրաքանչյուր դեպքի հետ կապված, երբ որ այդպիսի քննարկում է տեղի ունենում կամ այդպիսի հայտարարություն է տեղի ունենում, Հայաստանի կողմից արձագանք է հնչում։ Խանդանյան նաև վտանգ է տեսնում հետախուզությունը, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը շարունակում են աճել, այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը եւ շատ դեպքերում իրականացվում է առերևույթ այդ ոլորտների հաշվին եւ նշված էր, որ 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով ի տարբերություն այլ ոլորտների։ Այսինքն վտանգ է տեսնում, որ եթե խաղաղություն է, ինչու է Ադրբեջանը շարունակում ռազմական բյուջեն ավելացնել։ Ես պիտի դեռ ծանոթանամ զեկույցին, պիտի խոստովանեմ, որ մինչև այս պահը չեմ ծանոթացել եւ ձևակերպումները տեսնեմ։ Այնուամենայնիվ բնականաբար այդ նորից եմ կրկնում, դա նախորդ ամբողջ տարվա վերաբերյալ զեկույց է եւ տարվա ընթացքում կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել եւ պետք է հաշվի նստել այդ իրողությունների հետ։ Այնուամենայնիվ ես ասեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները եւ գործընթացները ենթադրում եմ այդ վտանգների եւ ռիսկերը որոշ առումով կամ շատ մեծ առումով կմեղմեն, հատկապես ռազմական բաղադրիչի հետ կապված, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, սկսել են որոշակի առևտրաշրջանառություն եւ այլն, այս առումով ինձ թվում է, որ 2026 թվականի զեկույցը արդեն որոշ առումով այլ տեսք ունենա։